Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Դոնալդ Թրամփը դիմել է Ուկրաինային։ Կամ ընդունեք մեր պայմանները, կամ էլ վերցնում ենք մեր զենքերը ետ։ Երեկ այս մասին գրել է չեխական Novinky.cz կայքը։ Եվ բնականաբար սա սպասելի էր։ Վաղուց արդեն Եվրոպայում փոխել են հռետորաբանությունը եւ սկսել են խոսել այն մասին, որ Ուկրաինայում բազմաթիվ դեպքեր կան կոռուպցիայի հետ կապված, ինչ է մինչև այդ չգիտեք, ոչ։ Այսպիսով Եվրոպան հուզում է իր վրայից թոթափել, թե մենք ամեն բան արեցինք, որ օգնենք Ուկրաինային, բայց այնտեղ կաշառակերությունը մեծ չափերի էր հասել եւ անհնար էր օգնել։ Դուք ուղղակի նորից խաղացիք ձեր կեղտոտ խաղը։ Արևմուտքը նորից իր կեղտոտ ծրագրերով որոշեց զոհ տալ ոչ միայն մեզ, ոչ միայն պաղեստինցիներին, այլ նաև Ուկրաինային։ Այդպես արեցին նաև Վրաստանի հետ։ Պատահական չէ, որ մեր մեծընկերող Իսահակյանը հետևյալ ձև է, այսպես է ձևակերպել. Եվրոպան ոչ միայն չի օգնի մեզ, այլև թշնամի է եւ հրահրում է հայկական բնաջնջումով, հրճվում է հայկական բնաջնջումով։ Սրան համոզված են փաստերի վրա։ Ավետիք Իսահակյան 1921 թվական։ Արևմտյան ներողություն պոռնո քաղաքականության մասին գրել է նաև մեր մեծ բանաստեղծ հասարակական գործիչ մանկավարժ Լեռ Կամսարը Արամ Թովմասյանը, ինչպես նաև Ռուբեն Սևակը, ով հենց այդ արևմտյան քաղաքականության, պոռնի քաղաքականության զոհ դարձավ, անվանելով իսկապես այն անառակություն։ Դե ինչ, արդեն պարզ է, որ այն տեքստը, որ տվել էին Կոկոլին, նման մի տեքստ էլ երեք ասեց արդեն Զելենսկին, պատրաստվում են մեծ կապիտուլացիայի։